Եվ ես հիմա որպես հարկատու, որի գումարներով այդ մարդիկ մեկնել են Բաքու եւ շատ լայն ժպիտով նկարվել են Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևի հետ, ով շարունակում է պնդել, որ Հայաստանը ռազմական հանցագործ երկիր է եւ շարունակում է պնդել, որ հայը պոտենցիալ ահաբեկիչ եւ ցեղասպան է։ Ես պահանջում եմ, որ Բորիս Նավասարդյանը այդ խմբակով, իդեպ ես որևէ դատապարտելի բան չեմ տեսնում Բաքու մեկնելու մեջ, ես ինքս մեկնել եմ Բաքու եւ հենց Միլի Մեջլիսում ադրբեջանցի падգամավորներին բաժանել եմ իրենց կողմից խեղաթյուրված փաստերի վերաբերյալ գրականություն, օրինակ, որ Խոջալուի ցեղասպանությունը դուք հորինել եք, այդպիսի բան չի եղել եւ ադրբեջանցիները խելոք Միլի Մեջլիսում Ալիևն էլ նստած ին ձեռքից այդ գիրքը վերցրել են։ Հիմա Բորիս Նավասարդյան, ես որպես հարկատու, որի գումարով դուք այդ խմբակի հետ մեկնել եք Բաքու, պահանջում եմ, որ դուք հանրային հաշվետվություն ներկայացնեք, օրինակ Հիկմետ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել եք արդյոք Բաքվի բանտում խոշտանգվող հայ ռազմագերիների հարցը, բարձրացրել եք արդյոք Բաքվի բանտում մեռնող Վիգեն Էյուլջեքյանի հարցը։ Այսօր եմ խոսել Վիգենի կնոջ Լինդայի հետ, ով ասում է, որ վերջի զրույցից հետո Վիգենից որևէ նորություն չկա, Վիգենը մեռնում է եւ Վիգենը մեր օգնության կարիք ունի։ Բարձրացրել եք արդյոք այդ խայտարակ դատավճիռների հարցը, որ բոլորին դատապարտել են ցմահ ազատազրկման եւ հիմա էլ օրեր անց Ռուբեն Վարդանյանը եւս կդատապարտվի ցմահ ազատազրկման։